Ողջույն, հարի գործընկերներ, ես Նունեն եմ Եղազարյան, հայկական ակնաբուժության նախագիծ բարեգործական հիմնադրամի տնօրենը, սիրով ներկայացնում եմ ձեզ հայկական ակնաբուժության նախագծի Grand Round-ի հերթական հանդիպումը, այս անգամ այն նվիրված է մանկական ակնաբուժությանը, այն կազմակերպել ենք Սերգեյ Մալարյանի անվան ակնաբուժության կենտրոնի, Երևանի պետական բժշկական համալսարանի ակնաբուժության ամբիոնի հետ միասին մեր այս հանդիպումը կվարեն հայ եւ արտասահմանցի մեր գործընկերները հաջողով ներկայացնում եմ բժիշկ Ռոզաննա Հարությունյանին, ով ներկայացնում է Հայաստանը, նա բժշկական գիտությունների թեկնածու է, Մղթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ակնաբուժության ամբիոնի դասախոս Եվ Սերգեյ Մալարյանի անվան ակնաբուժության կենտրոնի մանկական բաժանմունքի վարիչ, ինչպես նաև հայկական ակնաբուժության նախագծի կրթաթոշակառու, ամերիկյան կողմից այսօր մեզ միացել է Ֆրեդերիկո Վելեսը եւ ես հաջողով ողջունում եմ իրեն առաջին անգամ է ինչ մենք աշխատում ենք պրոֆեսոր Վելեսի հետ, դա կլինիկական ակնաբուժության պրոֆեսոր է UCLA Ստայնի ակնաբուժության ինստիտուտի Լեոնարդ Ապցի անվան մանկական ակնաբուժության ամբիոնի ղեկավար, մանկական ակնաբուժության եւ մեծահասակների շրջության մասնագետ, ներկայացնում է Կալիֆոռնիան։ Այսօր մեզ կմիանա նաև Մաթյու Վեյդը, ով Irvine-ում Կալիֆոռնիայի համալսարանի Գևին Հերբերտի անվան աչքի ինստիտուտի ակնաբուժության դեպարտամենտի կլինիկական դոցենտ է, պատերազմի մասնակիցների հիվանդանոցի եւ ջրաթաղանթի ծառայության ղեկավար եւ ակնաբույժ, ինչպես նաև ներկայացնում է հայկական ակնաբուժության նախագծի տնօրենների խորհուրդը։ Վստահ եմ, որ այսօր ներկայացվող կլինիկական դեպքեր եւ դրանց շուրջ մասնագիտական քննարկումները կլինեն հետաքրքիր։ Եվ հաջողով խոսքը փոխանցում եմ բժիշկ Հարությունյանին, որը արդեն կներկայացնի մեր կլինիկական արդյունատարները։ Շնորհակալություն, նախ ողջունում եմ մեր հարգարժան պրոֆեսոր Վելեսին այսօրվա հանդիպմանը ակտիվ մասնակցության համար եւ շնորհակալություն հայտնում թույլ տվեք ներկայացնել այսօրվա մեր նյութերը, որոնք հետաքրքրում են նաեւ առաջին հերթին նաեւ մանկական ակնաբուժներից հաճախ հանդիպող նյութեր չեն, բայց հետաքրքրում են մեզ եւ ուզեցինք այսօր կիսվել եւ իջու չէ իմանալ ձեր նաեւ կիսվել ձեր կողմից մոտեցման մեթոդների եւ նորությունների մասին, որը մեզ շատ հետաքրքրում է։ Առաջին նյութը, որ կներկայացնենք, նիստագմի մասին է, որը եւ նրա բուժման ժամանակակից մեթոդների մասին է, որը հիմա կներկայացնի բժշկուհին ներկայանալով ինքը նույնպես։ Խնդրեմ։ Բարև ձեզ, շնորհակալություն հնարավորության համար։ Ես երկրորդ կուրսի կլինիկական օրդինատոր Սիլվա Դավթյանն եմ։ Այսօր կներկայացնեմ նիստագմը եւ նրա ժամանակակից բուժման մեթոդները թեման։ Ներկայացման ընթացքում կանդրադառնամ նիստագմի դասակարգմանը, հետազոտման ընդհանուր փուլերին, բուժման մեթոդներին եւ առավել հաճախ կիրառվող մեթոդներին, որոնք կատարվում են Սերգեյ Մալարյանի անվան ակնաբուժական կենտրոնում։ Նիստագմը աչքերի ակամա ռիթմիկ շարժումն է, որը զգալիորեն կարող է ազդել բուժառուի տեսողության սրության, բինոկուլյար տեսողության եւ կյանքի որակի վրա։ Նիստագմը դասակարգվում է մի քանի սկզբունքներով, ինչը կարևոր նշանակություն ունի ճիշտ ախտորոշման եւ բուժման մեթոդի ընտրության համար։ Տարբերակում ենք առաջին հերթին ֆիզիոլոգիական եւ պաթոլոգիական նիստագ։ Ֆիզիոլոգիական նիստագմը հանդիպում է առողջ մարդկանց մոտ, դրա օրինակներն են օպտոկինետիկ նիստագմը եւ վեստիբուլյար նիստագմը, որոնք առաջանում են շարժվող օբյեկտին հետևելիս կամ վեստիբուլյար համակարգի գրգռման արդյունքում, իսկ պաթոլոգիական նիստագմի դեպքում առկա է նյարդաբանական կամ ակնաբանական ախտահարումներ, որոնք կարող են ազդել տեսողության սրության, բինոկուլյար տեսողության վրա, առաջացնել օպսոկլոնոզ կամ գլխի հարկադրական դիրք։ Ըստ առաջացման ժամանակի լինում է բնածին ինֆանտիլ եւ ձեռքբերովի նիստագ։ Բնածին նիստագմը դրսևորվում է կյանքի առաջին 3-ից 6 ամիսների ընթացքում եւ հիմնականում պայմանավորված է տեսողական համակարգի զարգացման ախտահարումների հետ կամ ժառանգական հիվանդությունների հետ։ Իսկ ձեռքբերովի նիստագմը դրսևորվում է ավելի ուշ տարիքում, կարող է պայմանավորված լինել վնասվածքներով,
դեղամիջոցներով առաջացած վեստիբուլյար ապարատի հիվանդությունների հետ։ Ըստ ուղղության լինում է հորիզոնական, վերտիկալ, տորսիոն կամ կոմբինացված նիստագմը, ըստ բնույթի շարժման կարող է լինել ջերքի կամ ցատկաձև և պենդուլյար կամ ճոճվող նիստակ։ Պենդուլյարի դեպքում երկու ուղղություններով հավասար հաճախականությամբ է տեղի ունենում նիստագմը, իսկ ցատկաձև նիստագմի դեպքում դանդաղ փուլին հաջորդում է արագ շտկող շարժումը։ Տարբեր հայացքներում կարող է պենդուլյարը դառնալ ջերքի նիստակ, օրինակ թեք հայացքի դեպքում։ Այնուհետև ըստ համաժամանակության երկու աչքերի նիստագմը լինում է կոնյուգացված և դիսկոնյուգացված։ Կոնյուգացված նիստագմի դեպքում երկու աչքերում նիստագմի ուղղությունը, ամպլիտուդան և հաճախականությունը հավասար են, իսկ դիսկոնյուգացվածի դեպքում անհավասար, ինչը վկայում է ավելի բարդ նյարդաբանական խնդիրների առկայության մասին։ Ինչպես նաև առանձնացնում ենք նիստագմանման խանգարումներ, որոնց մեջ է մտնում օպսոկլոնուսը, օկուլյար ֆլաթերը, պսևդոնիստագմը և square wave jerks-ը, որոնք կարող են նման լինել նիստագմին, սակայն ունեն այլ ծագում։ Ներկա սլայդում ցուցադրված է հորիզոնական, պենդուլյար, կոնյուգացված նիստագմի օրինակ։ Նիստագմի բուժման ճիշտ պլանավորման համար անհրաժեշտ է ամբողջական ակնաբանական հետազոտություն։ Սկսվում է հետազոտությունը մանրամասն անամնեզի հավաքելուց, սկսվում է հիվանդության սկզբի, ժառանգականության առկայությունից և ուղեկցող հիվանդությունների առկայությունից, այնուհետև ստուգվում է տեսողության սրությունը, նիստագմի բնույթը, նրա ամպլիտուդը, հաճախականությունը։ Կարևոր է գնահատել ակնաշարժ մկանների աշխատանքը 9 հայացքների հետազոտմամբ և cover-uncover թեստով, ռեֆրակցիան է գնահատվում, ինչպես նաև գնահատվում է բինոկուլյար տեսողության բնույթը, գլխի հարկադրական դիրքի առկայությունը և գնահատումը, աչքի առաջային և հետին սեգմենտների հետազոտություն է իրականացվում և անհրաժեշտության դեպքում կիրառվում է նաև լրացուցիչ հետազոտություններ, որոնց մեջ ներառվում են MRT հետազոտությունը, ERG-ը և օպտոկինետիկ թմբուկը, որը պրեվերբալ երեխաների մոտ կարող ենք հասկանալ, թե ինչ տեսողության սրություն կա։ Եվ այս բոլոր տվյալները օգնում են ընտրել բուժման առավել արդյունավետ տարբերակը։ Հիմա կանադառնամ բուժման վիրաբուժական միջամտությունների տեսակներին, որոնք ընդհանուր առմամբ կիրառվում են նիստագմի առկայության դեպքում։ Առաջինը Անդերսեն-Կեստենբաումի պրոցեդուրան է, որը կիրառվում է այն դեպքում, երբ նիստագմի հետ զուգակցվում է նաև գլխի հարկադրական դիրքի առկայությունը։ Գլխի հարկադրական դիրքը, նույն ինքը տորտիկոլիսը, իրենից ներկայացնում է հետևյալը՝ null point-ը, որը այն հայացքն է, որի դեպքում նիստագմը նվազագույնն է արտահայտված, ուղղված է ուղիղ հայացքից շեղում ունի։ Եվ այդ պատճառով կիրառվում է հետևյալ միջամտությունը։ Վիրահատության ընթացքում կատարվում է մկանների ռեցեսիա կամ ռեցեսիա պլյուս ռեզեկցիա համակցված, որի արդյունքում գլխի հարկադրական դիրքը հնարավորինս նվազեցվում է, որի արդյունքում null point-ը հնարավորինս մոտեցվում է առաջնային հայացքին և նվազում է արդյունքում նիստագմի ինտենսիվությունը։ Երկրորդ վիրահատական միջամտությունը 4 մկանների տենոտոմիան է և կրկին ամրեցումը իրենց կպման տեղում։ Կատարվում է երկու աչքերի դրսային և ներսային ուղիղ մկանների տենոտոմիա և կրկին ամրացում իրենց նույն կպման վայրում։ Արդյունքում աչքի առաջնային դիրքը չի փոխվում, սակայն նվազում է նիստագմի ինտենսիվությունը։ Արհեստական դիվերգենցիայի վիրահատություն կամ Կուպերի վիրահատություն կատարվում է այն դեպքում, երբ նիստագմը կոնվերգենցիայի դեպքում նվազեցնում է իր հաճախականությունը։ Այս դեպքում ստեղծում ենք արհեստական դիվերգենցիա և նման դեպքում ակտիվանում է ֆիզիոլոգիական կոնվերգենցիայի ունակությունը և նվազում է նիստագմի ինտենսիվությունը։ Չորրորդը դա ուղիղ մկանների մեծ ռեցեսիան է, որի արդյունքում նույնպես չի փոխվում աչքի առաջնային դիրքը, սակայն նվազում է նիստագմի ինտենսիվությունը։ Վերտիկալ մկանների վրա կատարվող միջամտություններ, այս դեպքում առկա է նիստագմի վերտիկալ ուղղություն կամ գլխի հարկադրական դիրք վերտիկալ ուղղությամբ, նվազեցնելով վերտիկալ կոմպոնենտը նվազում է նաև նիստագմի հաճախականությունը։
Ֆադենի պրոցեդուրան ֆադենի միջամտության դեպքում կատարվում է հետին ֆիքսացիա եւ չփոխելով աչքի առաջնային դիրքը նվազում է նորից նիստակմի ինտենսիվությունը եւ առավել քիչ կատարվող միեկտոմիան, երբ հեռացվում է մկանի մի մասը, չփոխելով նրա դիրքը, սակայն նվազում է մկանի ազդեցությունը։ Ընդհանուր առմամբ դրական կողմերն են նիստակմի դեպքում կատարվող վիրահատությունների գլխի հարկադրական դիրքի նիստակմի ինտենսիվության նվազումը եւ տեսողության ֆունկցիայի կյանքի որակի բարձրացումը, չնայած դրան պետք է հաշվի առնել հնարավոր ռիսկերը, որոնք են հիպոհիպերկորեկցիան, դիպլոպիան, որը կարող է առաջանալ, առաջային հատվածի իշեմիան, որը հազվադեպ է տեղի ունենում, հետվիրահատական բարդությունները եւ կրկնակի վիրահատության անհրաժեշտությունը։ Մեթոդները, որոնք առավել հաճախ կիրառվում է Սերգեյ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում, առաջինը դա նիստակմի եւ շլության համակցված վիրահատությունն է։ Վիրահատության ընթացքում փոփոխվում է ակնաշարժ մկանների դիրքը կամ ուժը, նպատակ ունենալով միաժամանակ ուղղել շլությունը եւ նվազեցնել նիստակմի ինտենսիվությունը։ Արդյունքում բարձրանում է երկու աչքերի համատեղ աշխատանքը, մեծանում է տեսողության կայունությունը եւ կյանքի որակը։ Երկրորդը նիստագմը ուղեկցվում է տորտիկոլիսով, այս դեպքը քննարկեցինք, երբ null point-ը փորձում ենք հնարավորինս մոտեցնել ուղիղ հայացքին եւ արդյունքում նվազում է գլխի հարկադրական դիրքը եւ նիստակմի ինտենսիվությունը եւ երրորդը ֆադենի վիրահատությունը։ Ֆադեն բառը գերմաներենից թարգմանաբար նշանակում է թել, պրոցեդուրայի ընթացքում կատարվում է հետին ֆիքսացիա, վիրաբույժը տեղադրում է մշտական կար մկանային որովայնը սկլերային ամրացնելու համար մոտ 12-14 մմ հեռավորության վրա իր բնական կպման տեղից։ Սա ստեղծում է նոր ֆունկցիոնալ ներդրման կետ, երբ աչքը նայում է ուղիղ առաջ, մկանի լծակը մնում է անփոփոխ, իսկ երբ աչքը պտտվում է դեպի վիրահատված մկանը, լծակի թևը կարճանում է, ինչը զգալիորեն նվազեցնում է մկանի պտտման ուժը։ Սա արդյունավետորեն սահմանափակում է աչքի այդ ուղղությամբ գերպտտվելու կամ ինտենսիվ դողալու ունակությունը։ Ներկայացնեմ կլինիկական դեպք, աղջիկ 2 տարեկան, տեսողության սրությունը, առարկայական տեսողություն, կրում է հեռատեսային ակնոցներ, փոքրիկի մոտ ախտորոշվել է ոչ ակոմոդացիոն կոնվերգեցիոն շլություն, զուգակցված հորիզոնական ուղղությամբ նիստագմի հետ, քանի որ հատկապես արտահայտված էր աջ-աչքի շլությունը, անկյունը ավելի մեծ էր, որոշում կայացվեց իրականացնել աջ-աչքի ներսային ուղիղ մկանի ռեցեսիա եւ դրսային ուղիղ մկանի ռեզեկցիա։ Արդյունքում բացի դեվիացիայի անկյան փոքրացումից նկատվեց նաեւ նիստագմի ինտենսիվության նվազում։ Եվ երկրորդ կլինիկական դեպքը տղա 9 տարեկան, տեսողության սրությունը աջ-աչքում 0.1, կորեկցիայով 0.3, ձախ աչքում 0.2, կորեկցիայով 0.4, ռեֆրակցիան հիպերմետրոպիկ ասթիգմատիզմ ուներ տղան, ախտորոշվել է այստեղ բնածին նիստակ, որը պայմանավորված էր տեսողական նյարդերի հիպոպլազիայով եւ զուգակցվում էր գլխի հարկադրական դիրքով։ Այստեղ որոշում կայացվեց վիրահատություն կատարել երկու փուլերով, առաջի փուլում կատարվել է աջ-աչքի դրսային ուղիղ մկանի եւ ձախ աչքի ներսային մկանի ռեցեսիաներ, արդյունքում գլխի հարկադրական մնացորդային դիրքեր մնացել, դրա պատճառով որոշում կայացվեց երկրորդ փուլով կատարել աջ-աչքի ներսային ուղիղ մկանի ռեզեկցիա եւ ձախ աչքի դրսային ուղիղ մկանի ռեզեկցիա, որի արդյունքում գլխի դիրքը զրոյական կետը մոտեցավ առաջնային հայացքին եւ արդյունքում նվազեց նաեւ նիստագմի ինտենսիվությունը։ Շնորհակալություն, ուզում եմ նշել, որ նիստագմի վիրահատությունները չեն վերացնում հիվանդության պատճառը, այլ նպատակ ունեն նվազեցնել աչքերի ակամա տատանումները, բարելավել գլխի դիրքը, մեծացնել տեսողության կայունությունը եւ բարձրացնել հիվանդի կյանքի որակը։ Վիրահատական մեթոդի ընտրությունը միշտ կատարվում է անհատապես, հաշվի առնելով հիվանդի տարիքը, նիստագմի տեսակը, շլության առկայությունը եւ տեսողական ֆունկցիան։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։
Ես կխնդրեմ նախ գնահատականը մեր հարգարժան պրոֆեսորի եւ երկրորդը կխնդրեմ իր նորություններով ինչ նախ հարցեր կունենա, ինչ հարցեր ունի, որ կհետաքրի մենք հաղորդակցվենք միասին եւ երկրորդը ինչ առաջարկներ կարող է տալ այսօրվա նիստագմի ժամանակակից բուժման որևէ նոր մոտեցման իր փորձից ելնելով որովհետև ինչ էլ լինի նիստագմը հաճախ վիրաբուժին դրդում է մոտենալ հիվանդին եւ աշխատել նրա հետ հնարավորինս որպիսի պակասի ֆիքսացիոն իր կետից իր ամպլիտուդայի հնարավորինս փոքրացնենք այդ շարժման ամպլիտուդան բերենք զրոյականի հնարավորինս որպիսի ապահովենք նրա կենտրոնական հնարավորինս բարձր տեսողությունը խոսքը իհարկե սենսոր նիստագմին չի վերաբերվում ավելի շատ այլ ձևերին է նիստագմի որոնք չեն ուղեկցվում տեսողական նյարդի սուբատրոֆիայով կամ հիպոպլազիայով կամ Վեբերի ամավրոզով կամ տարբեր տեսակի կալաբոմաներով որոնք արդեն որոնց դեպքում կենտրոնական նյարդային համակարգը չի ստանում համապատասխան ինֆորմացիա եւ մեր աշխատելու հնարավորությունները ավելի պակաս են իսկ երբեմն կարիք է լինում հնարավորություն ինչ որ մի բան փորձել օգնել պացիենտին անել անգամ մեկ տող տեսողությունը ավելացնելու համար եւ այլևս արդեն կորեկցված է առավելագույնս եւ ուզում ենք օգնել պացիենտին մեկ երկրորդը թեք հայացքի համախտանիշով պացիենտներին որոնց դեպքերում արդեն ընդգրկում է նրա սոցիումն է փոխվում նրա գլխի դիրքն է փոխվում նրա հայացքն է փոխվում այդ ամեն ինչը ունի նաեւ հոգեբանական նշանակություն երեխային դրսևորման դպրոցում իր ընկերների մոտ հասարակության մեջ ինչքանով կարողանանք հնարավորինս ուզում ենք օգնել պարկասեցնելով նիստագմը ուղղել գլխի դիրքը հնարավորինս որ երեխան շարունակի հաղորդակցվել իր ընկերների հետ Հիմա կխնդրեմ եթե դուք հարցեր ունեք մեզ սիրով կփորձենք պատասխանել եթե ոչ ձեր առաջարկները հարգարժան պրոֆեսոր կխնդրեմ լսել All right, well, thank you. I know it's good evening for you. Here is Բարի երեկո մեզ մոտ Լոս Անջելեսում առավոտյան 8-ն է շատ մեծ պատիվ է ձեզ հետ այստեղ լինել շատ բարձր գնահատում եմ ձեր հրավերը կարծում եմ ֆանտաստիկ ներկայացում էր ուզում եմ ձեզ շնորհավորել շատ համապարփակ ներկայացում էր Մի երկու բան առաջարկեմ, որ կարող է ձեզ համար օգտակար լինել, երբ նիստագմուսի հետ գործ ունենք, մի քանի պարզ բան կա, նախ եւ առաջ պետք է դիտարկեք գլխի դիրքը եւ մի մոռացեք, որ տեսողական սրությունը հենց այդպես պետք է գնահատեք եւ նիստագմուսի պացիենտի գնահատման կարևոր կետերից մեկը հետեւյալն է, որ տեսողությունը պետք է բինոկուլյար վիճակում գնահատեք Հաճախ մենք ունենք նիստագմուսի լատենտ ֆորմը, որը կարող է տեսողական սրության վրա լրացուցիչ ազդել, եւ մեկ բան, որ շատ կարևոր գործոն է, հետեւյալն է. Դուք նվազեցնում եք ինչ մեթոդ որ օգտագործեք տեսողական սրությունը ստուգելու համար, պետք է հնարավորինս գիտեք դուք կարող եք պետք է հնարավորինս փոքր օպտոտիպ օգտագործեք երբ օպտոտիպի չափը փոքրացնում եք պացիենտը կոնկրետ գլխի դիրք է ձեռք բերում եւ հենց ծնողը դա է տանը նկատում երկրորդը հետեւյալն է շատ հաճախ այս հորիզոնական դեմ գլխի դիրքի պարագայում հաճախ հաճախ երբ Շատ կարևոր է, որ դուք կարողանաք որոշել, թե որ աչքն է ֆիքսող աչքը, հատկապես երբ պացիենտը օրթոտրոպիկ չէ այս առաջնային դիրքում։ Երբ դուք ունեք համադրություն, նիստագմոսի գլխի դիրքի եւ աչքերի թեքության,
շատ հիանալի թեստ է այս բaragայում, որ պրակտիկայում կարող եք օգտագործել եւ շատ པարզ թեստ է։ Այսպես մի հատ ֆրեյմ եք դնում եւ այդ ֆրեյմով այս փորձեք ուղղել աչքի ներողություն գլխի դիրքը ուղղելուց հետո արդեն կապ չունի հորիզոնտալն է թե ուղղահայաց այդ բaragայում արդեն գլուխը ուղիղ է այս ֆրեյմով եւ այդպես արդեն կարող եք աչքերի թեքությունը ստուգել եւ սա ձեզ թույլ կտա տեսնել թե ինչ լրացուցիչ վիրահատությունների կարիք կունենաք, որպեսզի կարողանաք ուղղել ոչ միայն գլխի դիրքը, այլև աչքերի թեքությունը շատ հաճախ գլխի դիրքի համակցված մի ձև ունեն, այսինքն մաքուր հորիզոնական կամ մաքուր ուղղահայաց չէ, երբեմն այսպես է կամ այսպես է Եվ հետևաբար այս ֆրեյմը օգտակար կարող է նաև այստեղ լինել, կարող եք առնվազն դիրքերից մեկը ուղղել կամ երկուսն էլ ուղղել եւ դա ձեզ թույլ կտա հասկանալ թե ինչ վիրահատական պլան պետք է մշակեք դա ուղղելու համար։ Շատ գոլեգաներ սիրում են մի քանի վիրահատություն անել, այսքան փուլային վիրահատություններ իրականացնել այս գլխի դիրքերը փոխելու համար։ Ես նախընտրում եմ մի անգամով փոխել, բայց իրականում սա զուտ նախընտրության հարց է։ Դոմինանտ տիպը որոշելը ձեզ շատ կօգնի։ Նիստագմուսը այն վիճակներից մեկն է, երբ պետք է այն լավ տեսողությամբ աչքի վրա անեք, միայն այդպես կկարողանաք փոփոխել գլխի դիրքը։ Միշտ հիշեք, որ գլխի դիրքը ներկայացնում է այսպես կոչված զրոյական կետը։ Զրոյական կետը չի նշանակում, որ աչքերը չեն շարժվում, դա նշանակում է, որ այն հաճախականության համակցություն է, մի շատ լավ վիդեո կա դրա հետ կապված, դրա մասին փոքր ուշ կխոսեմ։ Այսինքն կարող է շատ դանդաղ լինել կամ շատ արագ լինել այս հաճախականությունը եւ սա ձեզ մի փոքր կարող է ուղղորդել ախտորոշման հարցում։ Մյուս հարցը ամպլիտուդն է եւ այս երկու գործոնների համակցությունը կոչվում է ինտենսիվություն։ Կարող եք ունենալ պացիենտ, որ ունի մեկից ավելի այսրական կետ, այս պերիոդիկ փոփոխվող նիստագմուսի կողմի բaragայում է այդպես լինում 30-40% դեպքում իդիոպաթիկ նիստագմուս է։ Մի պահ կարող եք տեսնել, որ գլուխը այս ուղղությամբ է, հետո մեկ էլ գլուխը փոխվում է մյուս ուղղությամբ։ Նիստագմուսով պացիենտների բaragայում նույնիսկ եթե նրանց դեպքում կարծում եք, որ պերիոդիկ փոփոխվող նիստագմուս ունեն, որտեղ մի պահ աչ է թեքվում, մի պահ ձախ կողմ, պետք է գոնե 3-5 րոպե պացիենտին դիտարկեք, որովհետև գլխի դիրքը կարող է փոփոխվել մոտ 2-3 է պահանջվում, որ գլուխը մի ուղղությունից մյուս կողմ տեղափոխվի։ Դա չի նշանակում, որ դուք վիրահատություն չեք կարող անել։ Կարող եք վիրահատություն անել ամենատարածված ուղղության համար։ Բայց եթե հավասար է այս գլխի դիրքերը, բոլոր տարբեր դիրքերը, այս դեպքում կարող եք այլ տարբերակներ դիտարկել։ Միշտ հիշեք, որ նիստագմուսի ձևեր կան, որոնց ուղղությամբ պետք է մանրամասն աշխատեք եւ անհանգստանաք դրա մասին, որտեղ նիստագմուսը կարող է շատ լուրջ հիվանդության մանիֆեստացիա լինել եւ միշտ ուշադիր դիտարկեք այն պացիենտներին, որոնց մոտ նիստագմուսը նոր է առաջացել։ Երբեմն ձեզ կարող է թվալ, որ նիստագմուսը նոր է առաջացել, բայց այդպես չէ։ Որտեվ երբեմն շատ առողջ երեխա է, որը բնածին նիստագմուս ունի, բայց եթե ձեռքբերովի է, պետք է աչքի սկաներ անեք։ Եթե ուղղահայաց նիստագմուս է, դա կարող է նշանակել, որ ինչ-որ նյարդաբանական վիճակի հետ գործ ունենք։ Եվ երրորդ, այսպես կոչված դիսոցիատիվ դեկոնյուգացված նիստագմուսի բaragայում մի աչքը շատ արագ է շարժվում, իսկ մյուսը դանդաղ։ Այս բaragայում պետք է բացառենք այսպես կոչված սպազմս
Athens-ը եւ դա կարող է նշանակել, որ քիազմի հիվանդություն ունի եւ օբսոկունուսի հնարավորություն կարող է նաեւ օբսոկունուսի շարժումը պետք է նաեւ դիտարկենք, որտեղ օբսոկունուսը եւս կարող է շատ վատ հիվանդության նշան լինել։ Ներկայ այս օրերին շատ որոշ մարդիկ, հատկապես նրանք, ովքեր նիստագմուսը խորապես ուսումնասիրում են, նաև առաջարկում են, որ նիստագմուսով յուրաքանչյուր պացիենտ պետք է գենետիկ թեստ անցնի։ Եվ սա իհարկե կախված է տարբեր գործոններից։ Որոշ մարդիկ ասում են, չէ, միայն OCT է պետք, գենետիկ թեստավորման կարիք չկա, որտեղ OCT-ով դուք տեսնում եք, թե ինչ վիճակում է ցանցաթաղանթը, գանգլիար բջիջները, եւ հետո դրա հիման վրա կարող եք արդեն որոշում կայացնել։ Որոշ մարդիկ էլ ասում, որ ERG-ն բավարար է։ Եթե ERG իրականացնեք, իհարկե նիստագմուսի հետ կապված շատ կարևոր տվյալներ ձեռք կբերեք։ Նիստագմուսը հաճախ իզոլացված վիճակ չէ։ Այսինքն կարող ենք ունենալ պացիենտներ, որոնք ունեն ստրաբիզմուս, եւ հետագայում նիստագմուս է նրանց մոտ զարգանում։ Այս պացիենտների բaragայում անհանգստանալու կարիք չկա, բայց կարող ենք ունենալ օրինակ պացիենտներ, որ այսպես աչքը շատ արագ է շարժվում, այս բaragայում այս պացիենտների դեպքում ես երկու բան եմ դիտարկում, նախ նայում եմ բիբերին, բիբերի դիտարկելը շատ օգտակար է, որտեղ կարող ենք ունենալ շատ abnormal պուպիլյար ռեակցիա, բիբային ռեակցիա, եւ օրինակ մթին նեղանում է բիբը փոխանակ լայնանա, իսկ հենց լույսը վառում ես, բիբը փոքրանալու փոխարեն լայնանում է։ Եվ այս պացիենտները կարող են ունենալ ցանցաթաղանթի դիստրոֆիա։ Եվ եթե ունենք պացիենտ, որի աչքը շատ արագ է շարժվում եւ նաեւ այս բիբի խնդիրը կա, ապա միգուցե գործ ունենք դիստրոֆիայի հետ, ամենայն հավանականությամբ ցանցաթաղանթի դիստրոֆիայի հետ գործ ունենք։ Բան էլ ուզում ասել, սրանք ամենաբազային հարցերն են, որ ես դիտարկում եմ, մեկ մի բան էլ մոռացա նշել, նիստագմուսով շատ պացիենտներ ունեն նաեւ բարձր ռեֆրակտիվ սխալներ, ունեն ցանցաթաղանթի հիվանդություններ կամ հիպերոպիա ունեն, ունեն նաև բնածին, մենակ 6 ամսականից սկսած նիստագմուս ունեն պացիենտները, կամ ունենք պացիենտներ բնածին մթին կուրությամբ եւ ունեն շատ բարձր կարճատեսություն եւ աստիգմատիզմ։ Այսինքն պետք է դիտարկել այս բոլոր վիճակները եւ ստուգել այս ամենը, որովհետեւ որոշ պացիենտներ նաեւ ունեն օպտիկական նյարդի հիպոպլազիա։ Չգիտեմ, Հայաստանում ալբինիզմը զարգացած տարածված է թե ոչ, բայց առնվազն ԱՄՆ-ում սա հիմնական պատճառներից մեկն է նիստագմուսի։ Ինչ վերաբերում է վիրահատությանը, դուք շատ գեղեցիկ էլեգանտ կերպով ներկայացրեցիք դա, շատ բան չունեմ ավելացնելու, միայն ուզում եմ մի քանի բան նշել։ Երբ նիստագմուսով պացիենտի եք բուժում, շատ մարդիկ սիրում են ռեսեսիաներ անել մի քանի պատճառով, որովհետև ավելի հարմար է մկանները ռեսեսիայի ենթարկել, ավելի հեշտ է երևի դա անել, բայց ամենաարդյունավետ պրոցեդուրան նիստագմուսի իրական ռեսեկցիաներ են կամ ամրացումները, որովհետև այդ պրոցեդուրաները փաստորեն շարժման աչքի շարժումը արգելափակում են։ Ես չեմ Անդերսոնը, ինչպես նշեցի, շատ մարդիկ սիրում են դա անել, ես էլ եմ դա անում, բայց ունեմ զգացողություն, որ եթե ուզում ենք ավելի արդյունավետ պրոցեդուրա կիրառել, ապա այս ամրացման պրոցեդուրաները շատ ավելի լավ են աշխատում, քան այս թուլացման պրոցեդուրաները։ Եվ եթե գլխի դիրքը այսպես է, ապա կարող եք պատտել այս էքստրաօկուլյար մկանները հակառակ օրինակ, եթե ես աջ կողմում եմ գլխիս դիրքը, պետք է իմ աչքի էքստորսիա անեմ եւ
խաչքի ինտորցիա եւ միշտ պետք է հետեւյալ բանը հիշենք մկանների տրանսպոզիցիան ստեղծում է ստրաբիսմուսի օրինաչափություն որտեղ ստացվում է որ պացիենտը կամ մեծ էքսոտրոպիա կամ միսոտրոպիա է ունենում պետք է դա հաշվի առնեք եւ մի շարք հետազոտություններ են իրականացվել Դյուքի համալսարանում 90-ական թվականներին այս թեմայով պացիենտները մակուլյար տրանսլոկացիայի վիրահատություն են անցնում տարիքի հետ կապված մակուլյար հիվանդություններ էին մակուլյար սպիացում տրոֆիա նրանք անում էին մակուլյար տրանսլոկացիայի նման մի պրոցեդուրա այսինքն նրանք ցանցաթաղանթը լրիվ շերտազատված էր եւ այդ պատկերացրեք ինչ վիճակ է պացիենտների մոտ եւ այս պացիենտների պարագայում մի շատ լավ նկարագրություն կա թե ինչպես պտտել շրջել այս օբլիկ մկանները Եվ ի վերջո, եթե ունեք պացիենտ, ում ծնոտը բարձր է, շատ ագրեսիվ մի եղեք այդ պացիենտի հետ, որտեվ եւ իհարկե, եթե մի փոքր է ծնոտը բարձրացած, խնդիր չկա։ Երեխան կարող է կարդալ, կարող է վազել, կարող է խաղալ, խնդիրն է ավելի ծնոտի ներքևի դիրքը, որով այդ պարագայում արդեն երեխան խնդիրներ է ունենում։ Եվ եթե համոզված չեք, թե ինչ կարող եք անել, մի լավ տարբերակ է հետևյալը։ Օրինակ, ուղղահայաց դիրքի դեպքում համապատասխան ակնոցներն են, օրինակ, կարծում եմ, որ այսքանն է մոտավորապես Չգիտեմ էլ ինչ կարող եմ ավելացնել կապված այս հիվանդությունների հետ։ Շատ մարդիկ նյարդաբանական դեղեր են օգտագործում, բայց շատ բան կախված է նախ պատճառից։ Երբեմն սիստեմիկ դեղեր են նշանակում նիստագմուսի համար։ Օրինակ, եթե օբսոկլոնուս տեսակի նիստագմուսի հետ գործ ունենք, մի բան, որ դուք կարող եք անել, Մայքլ Ռեպկանը մի հետազոտությամբ հանդես եկել, նրանք ինտրակորնեալ ներարկում են արել, որպեսզի զուտ կանգնեցնեն աչքերը եւ աչքերը առհասարակ չշարժվեն։ Բայց Դուք նաև նշեցիք այդ տոնոմիան, որը մի պրոցեդուրա է, որը Ռիչարդ Հերթելն է եւ Լուի Դելոզն են առաջարկել, նրանք մի հետազոտություն են իրականացրել, շների հետ են արել այդ հետազոտությունը, նիստակ ունեցող շների, Նրանք փաստորեն մկանը շերտազատել են եւ հետո նորից կպցրել են եւ նրանք բացահայտել են հետեւյալը, այսպես կոչված foveation-ի միջակայք եւ նրանք այդպես կանխատեսել են, որ տեսողական սրությունը կարելի է ավելացնել։ Այսինքն մկանը շտազատում են եւ հետո նորից կպցնում են եւ սա կարող է պացիենտի վիճակը բարելավել, բայց ես չեմ կարծում, որ կլինիկական պրակտիկայում սա շատ ընդունված եւ կոնսիստենտ մի չամտություն է եղել։ Այո, շատ շնորհակալություն, շատ լավ ինֆորմացիա էր մեզ համար, որպես մանկական ակնաբուժ, վիրաբուժ, որը վիրահատում է երեխաներին շլության տարբեր տեսակներով, այդքան չենք շահագրգռված առաջին բոլոր հանդիպող նիստագմով երեխաներին վիրահատել, բնականաբար առաջին հերթին ուզում եք մաքսիմալ կորեկցիա, կամ կոնտակտային կամ ակնոցային կորեկցիա, պլյուս պրիզմային կորեկցիա, ինչքան կորեկցիայի ձևեր հնարավոր է օգնել երեխային տալ ուղիղ դիրք, զրոյական դիրք եւ բարձր տեսողություն, եւ եթե ինչ որ մի բան հուշում է, որ կարելի է ինչ որ բան առանց վնաս տալու փորձել միջամտել, այդ ժամանակ նոր դիմում ենք դրան իմանալով, որ երբեք չի լինում ռադիկալ շտկում եւ իմանալով, որ մտածենք արդյոք
Արդյոք իմաստ կա միջամտությունը կատարել, թե ոչ։ Դրա համար այդ հաճախ չենք կիրառում այդ վիրահատությունները, բայց ընդունված են այդ վիրահատությունները, որը ստիպված երբեմն հազվադեպ անցնում ենք այս կամ այն վիրահատության ձևին, ավելի շատ ամրացնելու, քան թե թուլացնելու մկանների աշխատանքը։ Իհարկե, շնորհակալություն ձեր փորձի համար։ Մինչև այդ բոլոր երեխաները նեյրոֆիզիոլոգիական բոլոր տեստերը անցնում են, որպեսզի որոշենք ինչ խորություն ունի եւ ինչ սպասելիքներ ունենք այդ երեխաներից, դրանցից մաքսիմալ կորեկցիայից հետո նոր հետո մտածում ենք այս կամ այն միջամտության մասին իմաստ կա թե ոչ, նպատակահարմարություն ունենք թե ոչ։ Իհարկե ձեր փորձը շատ մեծ էր ավելի, շնորհակալություն։ Մի վերջին բան եմ ուզում նշել, եթե ունեք նիստագնոսով պացիենտ եւ օպտիկ նյարդի հիպոպլազիայի համար եք անհանգստանում, ապա պետք է դիտարկեք հիպոպրիտիազմը նաև, մենակ նիստագնոսի վրա մի կանգ առեք։ Սա շատ կարևոր է, որտեվ միգուցե եթե հայպոպրիտորիզմ ունի պացիենտը, ապա սա իհարկե ռիսկի գործոն է, անաստեզիայի ժամանակ կարող է հիպոտենզիվ շոկի ենթարկվի, սա ուզում հստակ նշել։ Հիմա թույլ տվեք ներկայացնենք հաջորդ նյութը, որը ինձ թվում է նորից կհետաքրքրի բոլորիս, դա X շղթայակցված ռետինոշիզիսն է, նրա դրսևորումը եւ ինչպես ենք վարում այդ կարգի հիվանդություններով երեխաներին։ Ունենք դրա որոշակի փորձ, ուզում ենք կիսվել։ Խնդրեմ ներկայացեք բժշկուհի։ Բարև ձեզ, հարգելի գոլեգաներ, ես Սարգսյան Անին եմ, Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի մանկական բաժանմունքի բժիշկ կոորդինատոր։ Երկրորդ զեկույցը նվիրված է X շղթայված ռետինոշիզիսին, դրա ախտորոշիչ եւ բուժական մոտեցումներին։ X շղթայված ռետինոշիզիսը կամ X շղթայված յուվենիլ ռետինոշիզիսը ցանցաթաղանթի հազվադեպ հանդիպող բնածին հիվանդություն է, որը բնորոշվում է նեյրոսենսոր ցանցաթաղանթի շերտերի անջատումով։ Պատճառը RS1 գենի մուտացիաներն են, այս գենը կոդավորում է ռետինոշիզին սպիտակուցը, որը կարևոր դեր ունի միջբջջային աթեզիայի եւ ցանցաթաղանթի բջջային կազմավորման գործընթացում։ Առավելապես հանդիպում է արական սեռի ներկայացուցիչների մոտ կյանքի առաջինից երկրորդ տասնամյակի ընթացքում։ Հանդիպման հաճախականությունը կազմում է 1-15,000-ից 30,000-ի, իգական սեռի գրողները գրեթե չեն տուժում։ Ինչպես նշվեց, RS1 գենը կոդավորում է ռետինոշիզին սպիտակուցը, որը արտազատվում է ֆոտորեցեպտորների կողմից, տարածվում է ամբողջ ցանցաթաղանթով, մասնակցում է միջբջջային աթեզիայի եւ ցանցաթաղանթի արխիտեկտոնիկայի կազմավորման գործընթացներին եւ հիստոպաթոլոգիկ հետազոտությամբ առավելապես հայտնաբերվում է նյարդաթելերի շերտի անջատում։ Պացիենտները դիմում են հիմնականում դպրոցական տարիքում, գանգատվելով ցածր տեսողությունից կամ ուսուցման process-ում դժվարացումից, առավել ծանր դեպքերում կարող է դիտվել նորածնային շրջանում, նիստագմով կամ շլությամբ, հետազոտությամբ հայտնաբերվի ապակենման մարմնի առնազեղում կամ ցանցաթաղանթի բուլյոզ շերտազատում։ Հիվանդությունը կարող է դրսևորվել ծանրության տարբեր աստիճաններով, նույնիսկ նույն գենային մուտացիան ունեցող պացիենտների մոտ այն կարող է ունենալ տարբեր ծանրության դրսևորումներ։ Տեսողության սրությունը կախված է շիզիսի տեղակայումից եւ ծավալից։ Առաջին դրսևորման դեպքում տեսողության սրությունը սովորաբար տատանվում է 20-60-ից 20-120 սահմաններում, կյանքի առաջին եւ երկրորդ տասնամյակի ընթացքում այն կարող է փոքր-ինչ վատանալ, հետագայում սովորաբար լինում է կայուն, մինչև կյանքի 5-րդ կամ 6-րդ տասնամյակ, որի ընթացքում կարող է զարգանալ մակուլյար ատրոֆիա, բերելով տեսողության կորստի։
Չախտահարված հատվածում ծայրամասային տեսողությունը սովորաբար նորմալ է, բացարձակ սկատոմաներ կարող են դիտվել պերիֆերիալ ռետինոշիզիսի հատվածներում, որոնք սովորաբար ունեն ինֆերոտեմպորալ տեղակայում։ Գունավորությունը հիմնականում չի տուժում եւ ցիկլոպլեգիայի պայմաններում ավելի հաճախ հայտնաբերվում է հեռատեսություն։ Ակնահատակի հետազոտությամբ դեպքերի 98-ից 100%-ի մոտ առկա է ֆոբիալ շիզիս, որը երևում է ֆոբիայից ճառագայթող շուղերի տեսքով նման հեծանիվի անիվի, մոտավորապես 50% դեպքերում կարող է դիտվել նաև պերիֆերիալ շիզիս։ Այլ կլինիկական դրսևորումները ընդգրկում են մակուլայի շրջանում պիգմենտային փոփոխությունները, պիգմենտային էպիթելի ատրոֆիան, ապակենման մարմնի արմնազեղումները ծագող շիզիսի խոռոչով անցնող անոթների վնասումից, կարող է դիտվել նաև սուբրետինալ ֆիբրոզ, անոթային փոփոխություններ, ծանր դեպքերում կարող են հայտնաբերվել այսպես կոչված ապակենման մարմնի վարակույրներ, երբ ախտահարված հատվածներում տեսանելի են միայն ապակենման մարմնում լողացող ցանցաթաղանթի անոթները։ Կարող են դիտվել նաև պերիֆերիալ դենտրիտանման ախտահարումներ, որոնք կազմված են սկլերոզված անոթներից։ Մոտավորապես 5-ից 20% դեպքերում հնարավոր է ցանցաթաղանթի շերտազատում, որը առավել հաճախ լինում է ռեգմատոգեն, կարող է նաև լինել տրակցիոն, ինչպես նաև կոմբինացված տրակցիոն եւ ռեգմատոգեն շերտազատում։ Ինչպես են ախտորոշում միգշղթայված ռետինոշիզիսը, օֆթալմոսկոպիկ հետազոտությամբ ոչ կարմիր իլյումինացիայի պայմաններում ֆոբիայի շիզիսի հատվածը ավելի տեսանելի է լինում, օպտիկ կոհերենտ տոմոգրաֆիան ցույց է տալիս ցանցաթաղանթի շերտերի անջատումը, կիստոզ տարածությունները առավել հաճախ առաջանում են նյարդաթելերի շերտում, չնայած կարող են հայտնաբերվել նաև այլ շերտերի միջև։ Օպտիկ կոհերենտ տոմոգրաֆիայով կարող են հայտնաբերվել շիզիսի հատվածներ, որոնք տեսանելի չեն ակնահատակի հետազոտությամբ։ Դեռահասությունից հետո կիստոզ տարածությունները կարող են այդքան ակնհայտ չլինել, տարիքի հետ այդ տարածությունները կարող են հարթվել։ Ակնահատակի նկարը կարող է օգտակար լինել երեխաների հետազոտման դեպքում, կարելի է կատարել նաև ֆունդուս աուտոֆլուրեսցենցիա, ֆլուրեսցեին անգիոգրաֆիան թույլ է տալիս տարբերակելու կիստոզ մակուլյար այտուցից, լրացուցիչ կարելի է կատարել նաև էլեկտրոռետինոգրամա եւ գենետիկ թեստավորում ախտորոշումը հաստատելու համար։ Նույնականացված են հիվանդություն առաջացնող գենային մուտացիաների 200-ից ավելի տեսակներ։ Ինչպիսին է բուժումը իգշղթայված ռետինոշիզիսի, կարբոանհիդրազի ինհիբիտորները կարող են դրական ազդեցություն ունենալ, ինչպես տեղային դորզոլամիդը, այնպես էլ համակարգային ացետազոլամիդը։ Դիտվում է տեսողության սրության լավացում եւ օպտիկոհերենտ տոմոգրաֆիայով կիստոզ հեղուկի նվազում։ Դորզոլ ամիդի ազդեցության մեխանիզմը կայանում է նրանում, որ այն խթանում է իոնային փոխանակությունը պիգմենտային էպիթելում եւ ստեղծում է թթվային միջավայր սուբրետինալ տարածությունում, դրանով նվազեցնելով հեղուկը, ինչպես նաեւ այն լավացնում է պիգմենտային էպիթելի եւ նեյրոսենսոր ցանցաթաղանթի աթեզիան եւ նպաստում է ռետինոշիզինի արտադրությանը։ Բարդությունների դեպքում, ինչպիսիք են ապակենման մարմնի արմնազեղումը եւ ցանցաթաղանթի շերտազատումը, պահանջվում է վիրահատական մոտեցում, վիտրեկտոմիա, սկլերայի ցիրկուլյար ներհրում, լազեր ֆոտոկոագուլյացիայի կիրառումը փոքր-ինչ վիճելի է, այն կարող է կանխել շերտազատումը, բայց կարող է նաև բերել իատրոգեն պատրվածքների առաջացմանը։ Էքստերնալ դրենաժի կիրառման փորձեր նույնպես կան։
Ձեզ ենք ուզում ներկայացնել Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի մանկական բաժանմունքում հսկվող և բուժում ստացող X շղթայված ռետինոշիզիս ախտորոշմամբ հարազատ եղբայրների կլինիկական դեպքը։ 6 տարեկան տղա երեխան դիմել է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն, գանգատվելով ցածր տեսողությունից։ Տեսողության սրությունը աջ աչքում եղել է 20/50-ի, ձախ աչքում 20/70-ի։ Ցիկլոպլեգիայի պայմաններում հայտնաբերվել է խառը ասթիգմատիզմ, օֆթալմոսկոպիկ մակուլյար ռեֆլեքսը հարթված։ Աջ աչքում տեսողական նյարդից ձգվող մեմբրան։ Կատարվել է սոնոգրաֆիկ հետազոտություն, աջ աչքում առկա է տեսողական նյարդի սկավառակից դեպի պերիֆերիա ձգվող պրոլիֆերատիվ մեմբրան, ստորին տեմպորալ սեգմենտում ֆիքսված մեմբրան, ձախ աչքում ստորին տեմպորալ սեգմենտում մեմբրան ֆիքսված պարամակուլյար, մակուլան հարթված, կատարվել է նաև ակնահատակի նկար, ինչպես նաև օպտիկոհերենտ տոմոգրաֆիա եւ հաստատվել է ռետինոշիզիս շղթայված X քրոմոսոմի հետ եւ իրականացվել է ռետինոլոգի կոնսուլտացիա եւ նշանակվել է դորզոլամիդի կաթիլներ օրական 3 անգամ։ Երեխան գտնվում է պարբերական հսկողության տակ, անցնում հետազոտություններ, օպտիկոհերենտ տոմոգրաֆիա է իրականացվում եւ վերջին տվյալներով երեխայի վիճակը կայուն է, որոշակի դրական դինամիկայով եւ տեսողության սրության առումով նույնպես ակնոցային կորեկցիա եւ առկա է որոշակի լավացում։ Երեխան շարունակում է իր բուժումը դորզոլամիդի կաթիլներով։ Հաշվի առնելով հիվանդության ժառանգական բնույթը հետազոտվել է նաև փոքր եղբայրը, 5 տարեկան տղա, տեսողության սրությունը երկու աչքում 20/100-ի եւ ցիկլոպլեգիայի պայմաններում հայտնաբերվել է ցածրաստիճանի հեռատեսություն, օպտիկոհերենտ տոմոգրաֆիայով հաստատվել է ախտորոշումը եւ եղբորը նույնպես նշանակվել են դորզոլամիդի կաթիլներ եւ տրվել է ակնոցային կորեկցիա։ Եղբայրները գտնվում են պարբերական հսկողության տակ։ Եվ այստեղ ներկայացված են մեր կենտրոնում հսկվող եւ բուժում ստացող X շղթայված ռետինոշիզիս ախտորոշմամբ այլ պացիենտների օպտիկոհերենտ տոմոգրաֆիայի հետազոտության պատկերներ, որտեղ երևում են հիվանդությանը բնորոշ փոփոխությունները եւ նշենք, որ այս պացիենտները նույնպես իրենց բուժումը ստանում են դորզոլամիդի կաթիլներով։ Այսպիսով X շղթայված ռետինոշիզիսը արական սեռի ներկայացուցիչների մոտ վաղ հասակում ցանցաթաղանթի ախտարմանը բերող պատճառներից մեկն է։ Տվյալ պացիենտները կարիք ունեն պարբերական հսկողության, մանկական ակնաբուժի եւ ռետինոլոգի կողմից, որպեսզի կանխվի բարդությունների առաջացումը, իսկ դրանց առաջացման դեպքում կատարվեն համապատասխան միջամտություններ։ Եվ նշենք, որ վերջին շրջանում կատարվում են գենային թերապիայի փորձարկումներ։ Գենային թերապիայի նպատակը վերականգնումն է ռետինոշիզին սպիտակուցի արտադրության եւ ցանցաթաղանթի ֆունկցիոնալ եւ կառուցվածքային ամբողջականության վերականգնումը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, շատ հետաքրքիր նյութ էր։ Իհարկե մեզ շատ նաև կուզենայինք հաղորդակցվել այս նյութի շուրջ, որևէ նորություն ունեք մեզ ասելու կամ ինչ կարող եք ասել, պատմել այս նյութի մասին, ձեր կարծիքը, որևէ նորություն կամ այստեղ հիմնականում գենային թերապիան է, որ արդեն սկսել է գործարկվել, բայց դեռ մեծ արձագանք չունենք եւ երեխաները, որոնք որ ունենք, պահվում են հսկողության տակ եւ եթե մի փոքր OCT տվյալներով որևէ վատացում է դիտվում, անպայման ռետինոլոգի խորհրդատվությամբ պետք է որևէ միջամտություն վիդեոռետինալ թե ոչ, դա ուղեկցվում է նաև տեղային կաթիլները, նաև ընդհանուր կարբոանհիդրազային ինհիբիտորների ընդհանուր կիրառմամբ երբեմն կարիքի դեպքում եւ բոլոր մաքսիմալ ռեֆրակցիոն շտկումներով, կորեկցիայով պահում ենք այդ երեխաներին խիստ հսկողության տակ տարին 3 անգամ կատարելով
նրանց ակնահատակի բոլոր հետազոտությունները եւ գտնվում են առավելագույնս հսկողության տակ։ Առայժմ այդքանը ունենք հնարավորություն դորզոլամիտ ընդհանուր, դորզոլամիտ տեղային, հիմնականում տեղային, եթե կարիքը լինի, երբեմն ավելացնում ենք ընդհանուր շատ կարճ ժամանակով եւ հանում ենք։ Մնացյալը, եթե չի ուղեկցվում այս կամ այն ուվեալ որևէ process-ների սրմամբ, հետ բորբոքային եւ այլն, մնում է դա որպես X-linked retinoschisis, ուրեմն առայժմ պահում ենք ռետինոլոգի հսկողության հետ միասին, պահվում է ակտիվ անկական ակնաբուժների հսկողության տակ։ Եթե որևէ բան ունեք ավելացնելու կամ կիսվելու, խնդրեմ, սիրով կլսենք։ Եվ կրկին ուզում եմ ձեզ շնորհավորել, պրեզենտացիաները իսկապես հրաշալի էին, երկուսն էլ շատ պատշաճ կերպով ներկայացվեցին, շատ ամբողջական էին։ Ես ցանցատաղանթի ոլորտի մասնագետ եմ եւ դա անկեղծ ասացի, երբ հրավիրվեցի այս հանդիպմանը եւ հետեւաբար չեմ կարող այս գենային թերապիայի մասին խոսել, որովհետեւ այդ ոլորտի մասնագետ չեմ։ Ես մանկական ակնաբույժ եմ։ Մի բան կարող եմ ասել, որ երբ նման պացիենտները գալիս են մեր կլինիկաներ, մենք միանգամից նրանց ուղեգրում ենք այդ գենետիկայի, ակնաբուժական գենետիկայի բաժին եւ շատ բախտավոր ենք, որ ունենք համապատասխան մասնագետներ եւ իրենք են զբաղվում նման պացիենտներով, ոչ միայն ախտորոշման համատեքստում, այլև հիվանդության բուժման համատեքստում։ Իմ ըմբռնումը հետևյալն է, որ գենային թերապիան հնարավոր է իրականացնել վաղ փուլերում, չգիտեմ ինչքանով է դրա օգտագործումը տարածված, բայց միգուցե սխալվում եմ, հստակ չեմ կարող ասել։ Մի բանն է հստակ, որ այս ածխաթթվային անհիդրազի ինհիբիտորները բուժում է, որ որոշ մասնագետներ ընտրում են բուժման համար։ Մի քանի բան էստեղ կնշեմ, կապված այն պացիենտների հետ, որոնց ես հանդիպել եմ։ Նաև կարևոր է նշել, որ առնվազն իմ պրակտիկան հաշվի առնելով UCLA-ում կարող եմ հետևյալը ասել. վիրահատությունը կիրառվում է միայն այն պացիենտների պարագայում, որոնց դեպքում օրինակ կարյունազեղումը չի ներծծվում կամ ցանցաթաղանթի շերտազատում ունեն։ Մի շատ տխուր դեպք ունենք, ռետինոշիզիսով պացիենտ էր, վիտրեկտոմիա իրականացվեց, նա ուղղակի ռետինոշիզիս ուներ, շերտազատում չուներ։ Այսինքն շերտազատում ցանցաթաղանթի չկար, պրոլիֆերատիվ ռետինոպաթիա չունեն, այսինքն փորձեցին ցանցաթաղանթը հետ դնել, բայց բարդացում եղավ եւ ի վերջո պրոլիֆերատիվ վիտրոռետինոպաթիա զարգացավ անձի մոտ, գլակոմա, այսինքն մենք բարդացումներ, որոնք իհարկե մենք չենք ուզում ունենալ, եւ հետեւաբար մենք միշտ պետք է որպես ակնաբուժներ մտածենք, թե որն է մեր վերջնանպատակը։ Արդյոք ուզում ենք անատոմիական արդյունք ունենալ, թե տեսողության սրություն։ Եվ ձեր պարագայում փաստորեն դուք տեսողական սրության հասակ բուժման արդյունքում Եվ կարծում եմ, որ դուք ճիշտ բուժում եք իրականացնում, երբ այդ տեղային կամ օրալ տեղերն եք տալիս, որոշ դեպքերում կարող եք հենց երկուսն էլ անել, երբ գործ ունենք ռետինոշիզիսի հետ։ Ինչ վերաբերում է բուժմանը, որպես մանկական ակնաբույժ ես կարող եմ ասել, որ հիպերոպիան, ինչպես Սահիկում նշեց, շատ տարածված է եւ իհարկե յուրաքանչյուր հիվանդություն, որի արդյունքում ցանցաթաղանթը դիրքով բարձրանում է, դա բերում է հիպերոպիայի։ Եվ կարող են լինել բարդացումներ, ինչպիսին է ստրաբիզմը։ Եվ հետևաբար, եթե ունենք պացիենտ, որը ունի մաքուր կենտրոնական տեսողություն եւ պարաֆոբուլար տարածք կա, ապա այստեղ կարող է ստրաբիզմի տարբեր ձևեր զարգանալ։ Դուք դա արդեն ձեր սահիկներում նշեցիք։ Եվ իհարկե գունավոր տեսողությունը չի խաթարվում, որովհետեւ վնասը բուն ցանցաթաղանթի վրա չէ եւ երևի այսքանը իրականում շատ բան չունեմ ասելու
I do my basic pediatric. Որովհետև ինչպես նշեցի, ես մանկական ակնաբույժ եմ եւ եթե բարդ գործ է, ուղեգրում եմ համապատասխան մասնագետի մոտ։ Այո, երկու դեպքում էլ ունենք հիպերոպիկ ֆրակցիա աստիգմատիզմով։ Մենք որոշակի կորեկցիաներ արեցինք եւ այդ կորեկցիաների արդյունքում իրականում բավականին լավ էր տեսողությունը, տեսողական սրությունը բավականին կայուն էր եւ մոտ 4 տարի մենք հետհսկողություն իրականացրեցինք եւ մեր պացիենտը շատ մանկահասակ երեխա չէր, ավելի տարիքով մեծ էր, բավականին կայուն էր տեսողական սրությունը, ինչպես նշեցի, եւ մենք ընդհանուր առմամբ այդ արդյունքից գոհ ենք։ Կարծում եմ ձեր արդյունքները հիանալի են։ Օրինակ 20-30-20-50 տեսողական սրությունը շատ լավն է, ավելի լավ բան չեմ էլ պատկերացնում։ Գիտեք ինչ կարող եք անել։ Իհարկե ցանցատաղանթի ոլորտի շատ լավ մասնագետներ կարող եք ունենալ, որոնք կարող են ձեզ աջակցել, բայց նրանցից այդ երեխաներին հեռու պահեք, որտեղ առաջին բանը, որ իրենք ուզենան անել, վիրահատությունն է լինելու եւ հետեւաբար նրանց մոտ երեխաներին մի ուղարկեք, եթե իհարկե զուտ գենային թերապիա չեն ուզում անել կամ OCT չեն ուզում անել, OCT անելը նորմալ է, բայց վիրահատություններից պետք է հնարավորինս խուսափել, այսինքն մի ուղարկեք նրանց վիրաբույժների մոտ։ Իհարկե, եթե դա բացարձակ անհրաժեշտ չէ, հակառակ դեպքում կարող ենք աղետի հետ գործ ունենալ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, շատ եմ գնահատում հրավերը, ինձ համար մեծ պատիվ էր այստեղ լինել։ Պետք է գնամ, ներողություն եմ խնդրում, որովհետև արդեն աշխատանքը սկսվել է։ Հուսով եմ, որ ապագայում հնարավորություն կունենանք նորից հանդիպելու։ Շնորհակալություն։ Իսկապես բարձր ենք գնահատում ձեր աջակցությունը, ձեր գիտելիքը, ձեր պատրաստակամությունը աշխատելու մեզ հետ։ Հուսով եմ նորից առիթ կլինի հանդիպելու։ Շնորհակալություն շատ։ Հաջողություն եւ ձեզ հիանալի օր եմ մաղթում եւ կրկին շնորհավորում եմ պրեզենտացիաների հետ կապված։ Հաջողություն։ Այսօր իհարկե հաղորդակցվեցինք շատ երկու կարևոր նոզոլոգիաների հետ, որոնք ակնաբուժության մեջ հանդիպում են իհարկե երկրորդը ոչ շատ հաճախ, իսկ առաջինը համեմատաբար մի փոքր ավելի բարձր հաճախականությամբ, բայց ամեն դեպքում հետաքրքիր են երկու նյութեր այնքանով, որոնց դեպքերում տեսողության սրությունը գրեթե բոլոր դեպքերում չենք ունենում լիարժեք 100% տեսողություն եւ պացիենտները մեկը գենի հետ շղթայակցված ռեակցիայով է, մյուսը գենետիկ ժառանգական կամ բնածին տարբեր տեսակի ձեռքբերովի ախտարումների արդյունքում, երկու դեպքում էլ չենք կարող հասնել 100% տեսողական ֆունկցիաների, բարձր, գերբարձր տեսողական ֆունկցիաների, բայց պարտավոր ենք պահպանել այդ երկու նոզոլոգիաների դեպքում էլ նրանց տեսողության սրությունը, կենտրոնական ֆունկցիաները տեսողական եւ որպիսի երեխան ապագայում կարողանա լիարժեք իր ֆունկցիաներով, իր գծությունով կարողանա լիարժեք հանդես գալ իր միջավայրում կյանքի ընթացքում։ Այդ իսկ պատճառով մեզ հետաքրքիր էր եւ առաջին եւ երկրորդ նյութը բավականին շնորհակալ ենք պրոֆեսորին հատկապես իր կոմպետենտության սահմաններում նիստագմի հետ հաղորդակցության բավականին մեծ ինֆորմացիա ուներ, կիսվեց մեզ հետ, կիսում ենք այդ իր կարծիքը, իսկ X-link-ի ժամանակ բնականաբար կհետևենք, ակտիվ հետևողական կլինենք, որպեսզի տեսնենք ինչպիսի քայլեր են զուգորդվում եւ ի վերջո մի գեղեցիկ օր էլ մենք կշարունակենք կիսվել գենային թերապիայով։ Շնորհակալություն։ Հիմա փորձենք հարցերին պատասխանել։ Առաջի թեման նիստագմին է վերաբերվում։ Առաջի հարցը նիստագմի որ տեսակն ունի դանդաղ եւ արագ փուլեր, ճոճանակաձև կամ պենդուլար նիստակ, ցատկաձև կամ ջերք նիստակ, ֆիզիոլոգիական նիստակ, օպսոկլոնոս։ Երկրորդ հարցն է, ինչն է null point-ը կամ զրոյական դիրքը նիստագմի դեպքում։ Հայացքի այն դիրքը, որտեղ նիստագմը առավել արտահայտված է, հայացքի այն ուղղությունը, որտեղ նիստագմի ինտենսիվությունը նվազագույնն է, իսկ տեսողությունը առավել կայուն, ուղիղ հայացքը եւ այն դիրքը, որտեղ աչքերի շարժումները ամբողջությամբ դադարում են։ X շղթայված ռետինոշիզիսի դեպքում կիստոզ տարածությունները ցանցաթաղանթի, որ շերտում են ավելի հաճախ դիտվում։ Նյարդաթելերի շերտ, ցանցաթաղանթի պիգմենտային էպիթել, գանգլիոնար բջիջների շերտ։
X շղթայված ռետինոշիզիսի ընթացքի վերաբերյալ, որ պնդումն է ճիշտ։ Կուրության արագ զարգացում մանկական հասակում, կյանքի 5-րդ կամ 6-րդ տասնամյակում համեմատաբար կայուն տեսողությամբ դանդաղ զարգացող հիվանդություն, պատանեկության տարիներին ամբողջովին սպոնտան լավացում։ X շղթայված ռետինոշիզիսով պացիենտի մոտ դիտվել է տեսողության կտրուկ վատացում, որն է ամենահավանական պատճառը՝ օպտիկ նևրիտ, ցանցաթաղանթի շերտազատում ու վեիտ։ Թույլ տվեք շնորհակալություն հայտնել բժիշկ Հարությունյան, ձեզ վարելու այս շատ հետաքրքիր հանդիպումը, ինչպես մեր բժիշկ Անի Սարգսյանին եւ Սիլվային, շատ լավ հետաքրքիր պրեզենտացիաների համար եւ նաեւ այն ունկնդիրներին, ովքեր միացել էին եւ ուշադրությամբ լսում էին այս բրենդը, հանդիպենք Ես էլ շնորհակալ եմ այս երեկոյի համար գրասենյակի եւ կազմակերպությանը շնորհակալություն։ Շնորհակալություն։